Ինչի մասին են երազում գրեթե բոլոր աղջիկները, բնականաբար ամուսնության, հարսանեկան զգեստի։ Հարսանիքը հիանալի իրադարձություն է։ Հարսանիքով են ավարտվում բոլոր ռոմանտիկ ֆիլմերը։ Կնոջ և տղամարդու վարքագիծը ամուսնությունից առաջ և հետո մենք կրկին կվերլուծենք հոգեբան Իրինա Ծատուրյանի հետ միասին։ Ողջույն Տիկին Ծատուրյան։ Մեր հասարակության մեջ թերևս ամենաակտուալ թեմաներից է նաև կնոջ վարքագիծը ամուսնությունից հետո։ Կխնդրեի ներկայացնեիք կնոջ տրանսֆորմացիայի փուլերը, ինչ է կատարվում կնոջ հետ ամուսնությունից հետո և ինչով է դա պայմանավորված։ Դե սկսենք դրանից, որ կինը, այսինքն աղջիկ լինելով հանդերձ, դեռ նա ամուսնանում է եւ առաջի բանը, որը ամենակարևորն է, դա այն փուլն է, որ նա փոխում է իր ապրելու տեղը։ Նա բոլորովին կենցաղը, ընտանիքը, տունը, ամեն ինչը աղջկա մոտ փոխվում է։ Դա երևի առաջի մենք կարող ենք ասել փուլն է եւ որը որ բավական է, գիտեք, մեջը նույնիսկ մի քիչ ստրես կա։ Հետո երկրորդը ֆիզիոլոգիական փուլը, դա սոցիալական փուլն է, ֆիզիոլոգիական փուլը, երբ որ նա արդեն փաստորեն բոլորովին այլ կարգավիճակում է եւ դրա հետ կապված օրգանիզմներ ունենում է իր նոր վիճակները։ Այսպես ասած, идет перестройка օրգանիզմը։ Երրորդը, երբ որ աղջիկը փաստորեն երկար ժամանակ իր ամենամտերիմ մարդկանց, ծնողներին, քույրիկին, եղբորը, իր ընկերներին նա չի տեսնում, եւ նա սկսում է շփվել իրեն համար բոլորովին ուրիշ անծանոթ մարդկանց հետ եւ որոնց հետ միանգամից այդքան մեծ խմբի հետ նորից սկսել շփվելը եւ ամեն մեկի հետ լեզու գտնելը դա դառնում է շատ բարդ բան, չէ՞։ Երբ որ նա մտնում է մի ընտանիք, որտեղ ասենք թե կիսուր է, կեսրար է, քրներ են, ամուսնու քույրն է եւ այլն եւ այլն։ Դրա համար ինքը դա բավականի բարդ շրջան է։ Էլ չեմ ասում դրանց առաջ հարսանիքին պատրաստվելը դա էլ է ստրեսելով լի, չէ՞։ Հարսանիքը լավ անցնի, վատ անցնի, տարուսիկները տեղում լինեն, շորը որտեղից վերցնել, զալա պատրաստ է, պատրաստ չէ, այդ բոլոր բաները դրա համար մտնում է աղջիկը շատ բարդ իրավիճակի մեջ։ Դրանք ամեն դեպքում ամենահաճելի փուլերն են կնոջ կյանքի ընթացքում եւ ուղղակի Գերագույն խնդիրը գալիս է այն ժամանակ, երբ ծնվում է երեխան, որքան էլ դա հաճելի լինի, որքան էլ դա մեծ բերկրանք է կնոջ համար, միևնույն է անհոգ կյանքը ավարտվում է եւ անքնությունը, հաճախ ստրեսները, կենցաղը խեղդում են կնոջը։ Ինչպես անել, որպեսզի կենցաղը չխեղդի եւ կինը կարողանա ժպտալ եւ հետաքրքիր լինել իր ամուսնու համար։ Գիտեք, դա երևի կնոջ համար, երբ որ նա դեռ շատ երիտասարդ է, դա ամենաբարդ հարցերից մեկն է, ինչպես նա ոնց անի, երբ որ ամբողջ գիշեր նա քնած չի, երբ որ նա չունի կողքին օգնող, շատ դյուրին է լինում, երբ որ կինը, ընտանիքը ապրում են մեծերի հետ, բայց հիմա մենք բոլորս գնում ենք նրան, որ առանձին ապրենք եւ բոլորը չեն մեզանից, որոնք կարող են ունենալ դայակ, եթե մենք ունենք դայակի հնարավորություն, ապա մեր կենցաղը շատ ավելի թեթևանում է եւ մեր գործը կիսվում է։ Իսկ եթե մենք չենք ունենում դայակ, մենք ուրեմն այնքան պետք է, գիտեք ոնց, ինչքան էլ մենք մեզ բան վերաբերվենք, ասենք, հա, պիտի չլարվեմ, ես չանեմ, ինչ անեմ, միևնույն է, դա այն ամենածանր էտապն է, որին ես պետք է նախապես ավելի շուտ նախապես ես պետք է պատրաստեմ, ես պետք է գիտակցեմ, որ ծանր կլինի, դժվար կլինի, իսկ եթե ես զգուշացված եմ ինքս իմ կողմից, ապա ես ոնց որ ավելի այդ էտապները ավելի նորմալ կարող եմ տանել։ Մյուս կողմից էլ ես ձեզ ասեմ, որ այն ինչ որ մենք տեսնում ենք մեր հասարակության մեջ հայկական շատ քիչ կանայք կան, որոնք այնուամենայնիվ ինքնուրույն են երեխաներին մեծացնում, կամ կիսուրն է օգնում կամ մայրը։ Սովորաբար այդ բանը կա։ Մենք նաև դա պետք է հաշվի առնենք։ Մենք այդքան այնուամենայնիվ այդքան դժվար ու ծանր չի, ինչքան մյուս կողմից եթե մենք մեզ ասենք, օ ինչքան դժվար է, ինչքան ծանր է, այդքան ավելի ծանր ու դժվար կլինի։ Դա էտապ է, որը որ մենք պետք է անցնենք։
Իհարկե կնոջ համար նաև ստրես է երեխայի ծնունդը, այսինքն այդ հոգնածությունը եւ այլն, բայց նաև ոչ պակաս ստրես է տղամարդու համար եւ ինչ որ վարքագծի մեջ ինչ որ բան փոխվում է տղամարդու։ Ինչ է փոխվում տղամարդու մեջ։ Գիտեք ինչ է փոխվում, ուրեմն նախ եւ առաջ կնոջ համար կինը սկսում է ռեալիզացնել իր մայրական այդ ինստինկտը, որի համար ի վերջո կինը ծնվում է տեսակը շարունակելու համար։ Իսկ տղամարդը ամուսինը այդ պահին նա այն ուշադրությունից, որը կինը տալիս էր իրան միջև երեխայի ծնվելը, նա այդ ուշադրությունից զրկվում է։ Մի կողմից դա իր որդին է, իր զավակն է, իր դստերն է, մի կողմից, իսկ մյուս կողմից նա այդքան ուշադրությանը այլևս այդքան ուշադրություն կնոջից չի ստանում։ Եվ ստեղ կինը հնարամիտ կին լինելով հանդերձ, որը էլի շատ բարդ խնդիր է էլի, տեսեք ինչ է դարքերը, որ ընտանիքներում շատ ավելի բարդ խնդիրներ դրվում են կանանց առջև, քան տղամարդկաց։ Կինը եւ պետք է մնա հաճելի իբրև կին, նա պետք է դառնա շատ լավ տնային տնտեսուհի եւ դրա հետ մեկտեղ էլ նա պետք է սովորի մայր լինելը։ Այդ երեք բանը նա պետք է համատեղի, որը նույնպես շատ բարդ է։ Եթե նա ամուսնու հետ առաջին իսկ օրվանից իր հարաբերությունների մեջ կարողանա դնել այդ ընկերություն անելը իրար հետ իբրև հիմք հարաբերությունների, ապա նույնիսկ երեխայի խնամքը շատ ավելի թեթևանում է, որովհետև ամուսինը սկսում է օգնել։ Եթե դա չի դրվում, իսկ դա նաև խանգարում է դրան դնելուն, երբ որ ընտանիքը առանձին չի ապրում, այլ ապրում է տղամարդու ծնողների հետ, դա այդքան հեշտ չի լինում, բոլորովին ուրիշ են չի հարաբերություններ լինում, ապա այդ դեպքում մենք ունենք վտանգ, որ կինը կարող է իր ամուսնուն կորցնի, որտեղ իր ամբողջ ուշադրությունը գնում է փուջուրին, տղամարդը այդքան ուշադրություն չի ստանում։ Ես իմ այցելուների մեջ մի քանի այդպես ընտանիքներ ունեմ, որոնք բաժանվեցին հատկապես դրա պատճառով երեխայի ծնվելուց հետո։ Այդ դուք ասացիք, կենցաղային խնդիրներն այնքան շատ են լինում, երեխայի խնամքը, որ ամուսնու վրա ուշադրությունը ավելի քիչ է լինում եւ ամուսինը օտարացված է զգում այդ ընտանիքից եւ շատ հնարավոր է, որ մեկ ուրիշ կնոջ մեջ ամուսինը հետաքրքրություն տեսնի գտնի։ Ինչպես անել, որ կանխել նման իրավիճակը եւ ամուսինը օտարացված չզգա եւ հետ բերել ամուսնուն։ Գիտեք ինչպես, սովորաբար մենք ասում ենք, որ կանայք սիրում են ականջներով, բայց տղամարդիկ են սիրում ականջներով։ Եթե մենք այդ մեր զբաղվածության մեջ, մեր այդ հոգնածության մեջ անընդհատ ասենք, այ մի քիչ էր մեր բալիկը մեծանա ու մենք կկարողանանք ապրել այնպես, ինչպես ես նկատի ունեմ եւ սեռական կյանքը եւ կենցաղը այնպես, ինչպես որ հարկն է ապրել։ Հիմա ուղղակի ժամանակավոր երևույթ է եւ դու պետք է ինձ հասկանաս։ Հիմա ստեղ նաեւ գիտեք ինչ հարց է գալիս, եթե ամուսինը օգնում է կնոջը, կինը այդքան չի հոգնում։ Եվ ըմբռնումով է մոտենում։ Եվ ըմբռնումով, եթե ամուսինը ասում է ոչինչ, դու հիմա քնի ցերեկը, ես բոլոր գործերը կանեմ, արդեն երկուսն էլ ունեն հրաշալի հնարավորություն իրենց անձնապես լավ զգալու։ Բայց տղամարդը երբ որ գալիս է եւ միայն պահանջատիրական բաներով է մոտենում կնոջը, իբրև աման լվիկի, իբրև դայակի, իբրև ճաշեփողի, ապա իհարկե այդ օտարացումը կարող է լինել։ Շնորհակալություն Տիկին Ծատուրյան, կարծում եմ մեր զույգերը կհետևեն ձեր խորհուրդներին եւ ըմբռնումով կմոտենան բնականոն փոփոխություններին։ Եվ ի վերջո մենք շրջապատում ավելի հաճախ կտեսնենք երջանիկ եւ փայլող աչքեր։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շատ շնորհակալ, որովհետեւ ամեն անգամ դրա մասին մտածելով եւ խոսելով հանդերձ ես ինքս էլ եմ նոր գիտելիքներ ձեռք բերում։